Եվս մեկ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ հայտարարում է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին, եթե նախորդ 10 օրերին այս մասին հայտարարեցին նախ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Վորլիկն, ապա Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը, ապա այժմ արդեն նրանց է միանում Բաքվում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացության ղեկավարը։ Անցած շաբաթավերջին մեր ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարեց. Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջանների ազատագրումն անվերապահ պայման է եւ հանդիսանում է կարգավորման բաղադրիչներից մեկը։ Այս հարցազրույցում դեսպանը նաեւ որևէ կերպ չի հիշատակում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով նախատեսվող հանրաքվեն։ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը հստակեցվելու է հետագա բանակցությունների ընթացքում, նշում էր Մորնինգսթարը։ Այս հարցազրույցը ուշագրավ է մեկ այլ տեսանկյունից եւս։ Մորնինգսթարը թերևս առաջին արևմտյան դիվանագետն է, որ ուղղակիորեն պնդում է, թե Ղարաբաղյան խնդրի կարգավորման տեմպերի արագացման գլխավոր պատճառներից մեկը Ուկրաինայում ծավալվող իրադարձություններն են։ Այն բոլոր քայլերից հետո, որ ձեռնարկեց Ռուսաստանը Ղրիմում, որևէ մեկը չի կարող ասել, թե ինչպես է ստեղծված իրադրությունն օգտագործելու Մոսկվան կամ մեկ այլ երրորդ կողմ, նշում է դեսպանը, չհստակեցնելով սակայն, թե հատկապես որ երրորդ կողմին նկատի ունի։ Դրան զուգահեռ Մորնինգսթարը պաշտոնական Բաքվին կոչ է անում դադարեցնել արևմտամետ հայացքներ ունեցող քաղաքական գործիչների, քաղաքացիական ակտիվիստների եւ լրագրողների հետապնդումները։ Դեսպանի խոսքով Ադրբեջանը վատթարացնելով հարաբերությունները Արևմուտքի հետ վնասում է նաեւ իր դիրքերին Ղարաբաղյան բանակցությունների սեղանի շուրջ։ Ես համաձայն չեմ այդ մոտեցմանը, քանի որ հարաբերությունների վատթարացման դեպքում ով է պաշտպանելու Ադրբեջանի անկախությունն ու ինքնիշխանությունը, հատկապես այն ամենից հետո, ինչ կատարվեց Ուկրաինայում։ Ով է բուֆերի դեր խաղալու Ադրբեջանի համար, որպեսզի Ղարաբաղյան հիմնախնդիրը արդար լուծում գտնի եւ իրավիճակը անցանկալի ուղով չզարգանա, նշում է Միացյալ Նահանգների դեսպանը, խոստովանելով, թե իր տպավորությամբ աշխարհաքաղաքական կողմնորոշումների հարցում ադրբեջանական կառավարությունը պառակտված է։ Արդյոք դա նշանակում է, որ արևմտամետների դեմ վերջին հալածանքների հետևում իշխանության ներսում գործող հակաարևմտյան խումբն է կանգնած։ Լրագրողի այս հարցին ի պատասխան դեսպան Մորնինգսթարը նշում է. Ես տանել չեմ կարող այդ ձևակերպումը, դրա հետ մեկտեղ չեմ կարող չնշել, որ Ադրբեջանի կառավարությունն այսօր միատար չէ եւ այնտեղ կան մարդիկ, ովքեր ցանկանում են վնասել ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին, խոչընդոտել արևմտյան կազմակերպությունների աշխատանքին։ Միաժամանակ կարող եմ ասել, որ նախագահ Իլհամ Ալիևն այդ մարդկանց թվին չի պատկանում։